այստեղ է եղել, երկրորդ հարկի միջանցքն է, այստեղից իրենք թռել են։ Կոստանդզարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի տնօրենը պատմում է օրերս տեղի ունեցած դեպքի մասին։ 9-րդ դասարանի մի քանի աշակերտներ այս պատուհանից ցատկել են դուրս։ Որոշ երեխաներ ցանկացել են 7-րդ ժամին դասի չնստել եւ փախնել։ Իրենք առաջի հարկ են իջել, մուտքից ցանկացել են դուրս գալ, բայց սակայն պահակը չի թողել իրենց։ Իրենք բարձրացել են երկրորդ հարկ, երկրորդ հարկի միջանցքից թռել են։ Երկրորդ հարկից 7 աշակերտ է ցատկել, 5 տղա եւ 2 աղջիկ։ Աշակերտներից մեկն այժմ հիվանդանոցում է։ Իրենք բոլորով գնացել են տուն եւ տենց 5-ի 6-ի կողմերը նոր ծնողները տարել են իրեն հիվանդանոց։ Վատ է զգացել, ինչ որ ցավեր է ունեցել, մեջքի ցավեր է ունեցել եւ ծնողները տարել են հիվանդանոց, պարզվել է, որ ողը ջարդվել է։ Դասղեկը պատմում է, դեպքը վերջին դասաժամին է տեղի ունեցել։ Տարրական դասարանների մասնաշենքից հիմնական մասնաշենք գնալիս Պահակն է իրեն ասել, որ իր դասարանի աշակերտներն ուզել են փախչել։ Մի անգամից վազքով բարձրացա դասարան, նկատեցի 7 աշակերտ չկային։ Ծնողների հետ կապ հաստատեցի, ասացի, որ 7 աշակերտ չկա, զանգեցի բոլոր 7 աշակերտներին, իմացա որտեղ են, որ բոլորը գնում են տուն, խոսեցի, ասեցի ամեն ինչ ձեզ հետ նորմալ է, հա, ասեցի ինչու եք նման բան արել, հավես չունեինք դաս անելու, միս լուսի, ինչպես բոլոր իրենց հասակակիցները։ Ժամը 18-ի մոտակայքում աշակերտներից մեկի ծնողն է զանգահարել եւ ասել, որ նրան հիվանդանոց են տեղափոխել։ Շամշանքոմը գրել էր, որ ուսուցիչը մինչ այդ հրաժարվել է դաս անցկացնել եւ հեռացել է դասասենյակից։ Հիվանդանոց տեղափոխված աշակերտի հայրը մեզ պատմեց, որ ըստ երեխայի ուսուցչուհին բարկացել դասասենյակից դուրս է եկել։ Իրենք էլ ողջ դասարանով որոշել են փախչել։ Գուցե երեխան վախից է այդպես պատմում, բացատրում է աղջկա հայրը։ Մենք ինչ գիտենք Անահիտի պատմածնա, բայց Անահիտից բացի ընդեղ ներկա է եղել նաեւ 30 աշակերտ։ Թիվ 117 դպրոցի տնօրենը հերքեց դա, վստահեցրեց, ուսուցիչը դասարանում է եղել։ 34 հոգանոց դասարան է այդ դասարանը, մյուս բոլոր երեխաները նորմալ դաս են արել։ Դիտարկմանը, որ փաստորեն դպրոցն այնքան էլ անվտանգ չէ, տնօրենն արձագանքեց։ Առաջի հարկում ճաղավանդակներ կան, բայց ցավոք սրտի երկրորդ հարկում այդ ճաղավանդակները չկան։ Երբ որ այդ դեպքը պատահել է, դե ոստիկանությունը եկել է դպրոց, ցուցմունք է վերցրել այդ բոլոր երեխաներից եւ ոչ մի բողոք ծնողի կողմից չկա, որովհետեւ իրենց բալիկն է մեղավոր։ 15-ամյա երեխան չորեքշաբթի պետք է վիրահատվի։ Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, ուղղակի կոտրվածքը շատ բարեհաջող է եղել, որովհետև մի քիչ էլ եթե կոտրվածքը թեքվեր դեպի ողնացուց, երեխան կարող էր ներքին հատվածները կորցնել, այսինքն կորցնել ասելով թուլանար եւ չաշխատեր մինչեւ կյանքի վերջ։ Թիվ 117 հիմնական դպրոցի տնօրենի խոսքով աշակերտները նկատողություն են ստացել։ Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք դեպքի առթիվ վարույթ նախաձեռնվել է, իրավապահ կառույցի խոսնակն ասաց, որ դեռևս նյութեր չեն ստացել։